գինին խմեք, որտեղ գինին ուրախացնում է սիրտը։ Ինչպես մի Ամերիկայում մի բժիշկ կար, որ տալիս էր 100 խորհուրդ, ինչպես 100 տարի ապրել, առաջինը հենց նույնն էր, ասում էր ուրախ պահեք ձեր սիրտը։ Դուք իմացեք, որ դուք դրախտում չեք։ Չասեմ որտեղ ենք մենք, բայց մենք դրախտում չենք։ Եթե դուք կարծում եք դրախտում եք, տատս ասում էր իշու դրախտում եք։ Դե, կատեն բան։ Գինի քանակը կա, ինչ որ սահմանված քանակ, որ երկարակեցության կբերի, եւ դուք ասեք գինին կարծես թե 60 եւ ավելի տարեկանների համար է։ Չէ, գինին կա ասացված լատինական vinum laxenum, գինին ծերերի կաթն է։ Մեր գյուղում մեծահասակները, դա խորհուրդ չէ, ինչ որ ես ասում եմ, խորհուրդ չի։ Խնդրում եմ, եթե մեկը լսում ով Աքսիոմա է։ Չէ, խորհուրդ չի, դա փաստ է, որ մեր գյուղում մեծահասակները մոտ 2 լիտր օրը խմել են բնական գինիներ, առանց սուլֆիդների, ծանր աշխատել են այգում, ուրախ ապրել են, 90 քանի տարի ապրել են։ Քովիդի ժամանակ էլ լուրջ գինի խմող մարդիկ քովիդը վերապրեցին որպես մի թեթև հարփուխ։ Դա այն փաստերն է, որ ես հետ առնչվել եմ, ես էլ մեկ-մեկ ես էլ եմ խմում, գինին բերում է ուրախություն, դե չափը պիտի իմանաս, ամեն ինչում կա չափ, այս modus in rebus ասել են, չէ։ Հրաշք է։ Ու իդեպ մի հատ լավ գործ եմ անում հենց հիմա։ Ասեք։ Շատ լավ գործ։ Քանի որ Ամերիկայում երկար եմ ապրել, Հոլիվուդ բուլվարում երկար եմ քշել շատ սելեբրիթիներին, հայտնիներին, հիշում եմ աստղերը։ Որոշել եմ ավելացնել աստղերը մեր մոտ, մեր այգիներից մեկում, ստեղծել վարպետաց այգի, որտեղ դնում եմ մեր գինեգործների, խաղողագործների հայտնի բաները, քարե աստղերը, խոնար, դնում եմ, որտեղ իրանք էլ պակաս չեն, քան Ջենիֆեր Լոպեսը, որը իր մարմնին հետևում է, իրանք էլ վերականգնել են, հաստատել են մեր խաղողագործությունը, գինեգործությունը, որը համաշխարհային արժեք է, ու որի մասին պետք է մենք բոլորս հոգանք։ Օրինակ այդ պրոյեկտի վրա եմ աշխատում, հույսով եմ կհաջողվի։ Հիասքանչ գաղափար է։ Պարոն Սաղաթելյան, մի բան, դուք ձեր դդմիկի հավերի մասին խոսեցիք, դուք ուղղակիորեն ներգրաված եք այդ բոլոր աշխատանքներում, ինքներդ էլ անում եք, օգնականներ ունեք։ Դա իմ ամենամեծ ուրախությունն է։ Ցավոք պիտի, ցավոք չասեմ, տենց է որ մեկ-մեկ կառավարես, հրամաններ տաս, մարդիկ քեզանից նեղանան կամ ուրախանան, ինչ որ, բայց ամենայմ սիրածը, երբ որ ես հողի հետ եմ, մարդ չկա կողքս, հանգիստ աշխատում եմ, ոչ ոք ներվերես չի, բան քայքայում, ես էլ վայելում եմ այդ ամեն ինչը, որտեվ օրինակ մի հատ էլ փորձ արեցի, ձայնագրություններ էի դնում ծտերի, բարձրաձայն, այնքան ծտեր են գալի, իրանք սովորաբար գալիս են, ես տարի կար, որ հենց այգիներում է ապրում, ամեն առավոտ գալիս են, իրենց երգը երգում են, բան, ստեղը ձայնագրություններից դրեցին, սկսեցին մազալու ծտեր գալ, ու այն ինչ երգել են երգում, այն ինչ շշմում էի, ուրախանում էի, այդ չես կարա փոխանցես, ու այսինք էդի մեծ ուրախությունն է, հիմի կամ դուք, օրինակ ես սիրահարվել եմ, ու գրում եմ բանաստեղծություն, ես չեմ կարող ասեմ մեկին, Պողոս, արի գրի հովակի մի համար բանաստեղծություն, չէ դա քո վերապրումն է, քո ուրախությունն է, նախանձելի բաներ եք ասում, պարոն Սաղաթելյան։ Չէ, այտենց մի ասեք, նախանձելաբար չի, մի նախանձեք, որտեվ դուք հրաշալի մարդ եք։ Օրինակ ես ձեզ խորհուրդ չեմ տալի, բայց ես կուզեմ, որ 3 տարի հետո նենց հաղորդում ստեղծեք, որ Ջենիֆեր Լոպեսը ասի, ես 60-ս լրացել է, գնամ Օֆելիայի մոտ, անպայման խոսամ, ինչի՞ չէ, տենց պիտի, Ամերիկան ինձ դա սովորացրեց, որ մտածելակերպի մասշտաբները մեծ պիտի լինեն։ Անում եմ, պարոն Սաղաթելյան։ Տենց ես շատ եմ սովորում ընկերներից, իմ գործընկերներից, որոնց հետ ես հիմնեցի այդ խաղողագործական, գինեգործական բանը, սովորում երեխեքից, բոլորը մի լավ ընկեր Ավիցենա ունենք, Իբն Սինային կարող ճանաչում եք, ինքը ասում էր հարցրել եմ, միշտ հարցրել եմ։ Ես էլ միշտ սիրում եմ հարցնել, բոլորից, որտեվ ապրում ես։ Ժողովուրդը կարծեմ ասում են, անցած անգամ մի գյումրեցի հյուր ունեի, ինքը ասեց, ինչքան էլ գիտես, մի խելռի հարցրու, այսինքն անգամ պայմանական սխալ կասեմ։ Իմիջիալոց վերջերս պարզել եմ մի մեծ գաղտնիք, մի գյումրեցուց, որ հիշացրեցիք, դա կարող է հիշեք Գյուրջիևի, Պոլոզ Մուկուչի աշակերտներից է, կենթանի, երևի միակն է մնացել, որը ինձ սովորացրեց
ամենալուրջ բանաձևներից մեկը, ոնց կարող ես դեպրեսիայից առողջական խնդիրներ լուծես։ Ես օրինակ հիմա դա կիրառում եմ ու շշմելու աշխատումը շատ հեշտ, առանց փող վճարելու, առանց դեղերի։ Ինքը ասել է բանաձև, ես ցավոք չեմ կարա ձեզ փոխանցեմ հիմա։ Քանի փորձի մեջ եք դեռ։ Չէ, ոչ թե փորձի մեջ եմ, որտեվ կարող է դուք այլ ձև ընկալեք կամ մեր ռադիո լսողները, բայց դա շատ լուրջ բանաձև է։ Եթե համարձակեք, հանրային ռադիոյով կարելի է տենց լուրջ բաների մասին խոսալ։ Իհարկե կարելի է։ Դուք վստահ եք։ Այո։ Դուք ուզում եք հասկանալ, ոնց կարելի է նստած տեղը լուծել լուրջ խնդիրներ, պետությունից սկսած մինչև ասենք ձեր առողջությունը։ Իհարկե, թող մարդիկ իմանան, թող իհարկե կնային ես դիտակետով մտահորիզոնով, բայց դիտակետով նայեն, կարող է ասեն այս Օֆելիայի հաղորդումը պետքա փակել։ Դե թող մնա մյուս եթերին, լավ։ Համոզվենք, որ պատրաստ են ընկերները նոր։ Հատուկ չեմ ասի։ Մի հարց էլ որ էլի ածանցվեց ձեր ասածներից, հոգեկան առողջությունը եւ ֆիզիկական առողջությունը պահպանելու, այսինքն երկարակեցությունը այն իմաստով, որ ֆիզիկական առողջության մարմինը, երիկամները, լյարդը այսպես հատիկ պահելու ձեր բարեկամները ձեզ ինչ են ասել։ Գիտեք, նորից հիշում եմ Ամիդովլատին սիրտը պիտի ուրախ լինի։ Պիտի սիրտը ուրախ լինի, մնացածը կընկնի տեղը, ուշ թե շուտ։ Կապրես ինչքան քեզ տրված է ապրել, կարող որ ուրախ ապրես։ Թե չէ, գիտեք, նույնիսկ ասպիրին, երբ որ խմում եք, տխուր եք, կամ մարդ ինչ որ ընկճված է, դեղերը չեն աշխատում։ Իսկ եթե ուրախ եք, ամբողջ մարմինը տրամադրում է ձեզ օգնելու։ Ամբողջ բառից բուն իմաստով դու դա կարաք զգաք ձեր վրա։ Այդ բանաձևի միջելոց Գյումրեցու, որ Գյուրջիևի աշակերտի, հենց դրան է վերաբերում։ Ինքը գտել է մի ձև, որով չխ միացնում ես ու սկսում է աշխատել։ Իմ բոլոր երկարակյաց հյուրերը 104, 103, 90-ից բոլորը լավատես մարդիկ են, ուրախ մարդիկ են եւ իրենց փորձով, որ հարցրել են ոնց է երկար ապրել, ասել են ես ուրախ եմ եղել։ Այսինքն այստեղ եւ հիմա գնահատել եմ ունեցածս։ Սկսեցինք աշխատել։ Չէինք պատկերացնում խնդիրը, որտեղ մենք գինու սիրահար էինք, բայց հետո թիմ հավաքեցինք, կոնսուլտանտներ Ֆրանսիայից, իմացող մարդիկ, թիմ հավաքվեց աշխատումը ու փառք Աստծո լավ ենք աշխատում, մեր գինին բավականին հայտնի է, առաջի օրգանական գինու արտադրողն ենք Հայաստանում, հրաժարվել ենք քիմիայից, աճացնում ենք բնական կամ մեր պապերի ասած ավանդական ձևերով ու դա մեր գինին պատահական գինի չի, ինքը Մարանում միշտ լսում է հայ հոգևոր եւ այլ հոգևոր երաժշտություն, ընկալում է, մենք էլ ենք աշխատում հետը նուրբ լինել, մարդկանց խնդրում եմ, որ Մարան մտնում են, ուշադիր լինեն իրենց մտքերի հետ, որտեղ Վայոց ձորը դա արհավիրքների ձոր է եղել, Վայի ձոր է եղել, որտեղ մարդիկ սխալներ են գործել։ Պես թող լինի։ Մեկ էլ մի խորհուրդ տամ ձեզ, կներեք, էսի։ Նորից ասեցի, գինին ծերերի կաթն է։ Գինին դա կենաց ծառի պտուղը, ֆերմենտացված այդ հեղուկն է։ Երբ որ 60 անց մարդ է կանչում, խնդրեք գինեգործները ձեզ գինի տան, թե չէ այս ջուրը մենք սիրում ենք, բան ենք, բայց մի բաժակ գինին հայոց մեջ, եղել է պարտավոր, մարդիկ ռուսները մուրաբային էփե բան են արել, հայ ցանկացած ընտանիք կարասա ունեցել, փոքր թե մեծ, գցել է գինին, որտեվ ամեն ուրախությանը եւ տխրության օրերին գինին պարտադիր է եղել։ Դե համար ես ցանկանում եմ, որ ձեր եթերները լավ է, Ջենիֆեր Լոպեսը որ գա, լավ գինի հյուրասիրեք։ Այդպես են անելու եմ, շնորհակալություն։